Վինյան, այստեղ դուք շքերթի մասնակիցներից եք, ինչ խորհրդով եք եկել և ներեցեք, ինչ կարևորություն ունի այսօրը ձեզ համար։ Ես արդեն 7-րդ տարին է ինչ մասնակցում եմ անընդմեջ շքերթին, Բաշապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերը մեր պատմության կարևորագույն էջերից մեկն են, մեր կամքի, մեր ազգի կամքի դրսևորումներից ամենակարևորներից են և ես կարծում եմ Հայաստանի առաջին հանրապետության տոնը մեր պետության ամենակարևոր տոներից մեկն է։ Այս տոնը խորհրդանշում է այն կամքը, որը ուներ հայ ժողովուրդը 20-րդ դարասկզբին, շատ ծանր ժամանակաշրջանից հետո, շատ դժվարին իրավիճակում գտնվելուց հետո կամքը մի բռունցքով կարողացավ հայ ժողովուրդը որոշակի հերոսամարտեր կերտել, որոնք որ հետո հանգեցին նաև առաջին հանրապետության հիմնմանը։ Պարոն Ավինյան, այստեղ դուք նույն խիզախությամբ ոգով եք քայլում, ինչպես օրինակ մի քանի տարի առաջ, երբ Արցախի հանրապետությունը հայկական էր։ Գիտեք, ես կարծում եմ, որ Հայաստանի հանրապետության, առաջին հանրապետության տոնը շատ կարևոր խորհուրդ ունի իր մեջ, և այդ խորհուրդը ասում է, որ որևէ ժամանակաշրջան չպետք է մեզ ընկճի, որևէ դժվարություն չպետք է մեզ ընկճի, որովհետև մեր պատմությունը մեզ ցույց է տալիս, որ հայ ժողովուրդը ունենում է կամք, նույնիսկ դժվարին իրավիճակներում լուծումներ գտնելու, իսկ այսօր ես կարծում եմ մեր ամենակարևոր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովումն է, Հայաստանի Հանրապետության սուվերենության ապահովումն է և այդ խնդիրը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյան նշել է Սեփյանի հետ ջերմ զրույցի եք բռնկվել այսօր, բայց նրան նախկին դատախազի մի շարք մեղադրանքներ է առաջադրված, դուք չեք հավատում այդ մեղադրանքներին։ Ես անկեղծ ասած նմանատիպ գործերով նույնիսկ